Հունվարի 30-ին եւ փետրվարի 1-ին սպասվում են երկու հրաշալի համերգներ։ Հունվարի 30-ին ժամը 7:30 Կոմիտասի Թանգարան ինստիտուտի դահլիճում կկայանա Արաքս խմբի համերգը, իսկ փետրվարի 1-ին ժամը 7-ին Հայաստանի Պետական Ֆիլհարմոնիայի Շուշիկի ձայնային սենյակում տեղի վերադարձ Իթաքե խորագրով երեկոն։ Ավելի մանրամասն այս ամենի մասին կպատմեն մեր հյուրերը, ովքեր են մեր հյուրերը։ Միջև կներկայացնեմ մեր հյուրերին, այն ինչ որ հայտնեց Անահիտը, դա նշանակում է թողեք ձեր այն ավանդական Instagram-ը, TikTok-ը, այն սրճարաններում ստորիները ժամերով անելով եւ այդ մի օրը անցկացրեք մաքսիմալ հագեցած բուժիչ երաժշտությամբ, որը այս աղբը, որը մենք լսում ենք, ցենց հաճախակի, այդ կմաքրի կբժշկվեք։ Այո, եւ ամենակարևորը ներսից կզգաք այդ մաքրությունը։ Իսկ ովքեր են մեր հյուրերը։ Այն որ կարող եմ չասել ընդհանրապես, ինձ ուղղակի տեսա կադրը փոխեք այս մարդկանց վրա, արդեն բոլորն եք հասկանան։ Դե երգչուհի Լիլիթ Բլեյանը մեր շատ սիրելի եւ իհարկե Արաքսի համույթի գերարվեստական ղեկավար գիտարահար Տիգրան Տեր-Ստեփանյանը։ Ինչպե՞ս եք։ Ողջույն։ Բարի լույս։ Այն էներգիան, որ բերել եք ձեր հետ անցած անգամ, դեռ մնացել է։ Հա, ես զգում եմ։ Ձեզանից հետո բոլորն էլ գալիս են, ասում են, ստեղ տաղանդավոր ուրիշ էներգիա է ուրիշ էներգիայով մարդիկ։ Բայց ասեք, որ ճիշտ է, չէ, շատ կարևոր է այդ էներգիան։ Երևի, եթե այդ էներգիայի փոխանակումը չլինի մարդկանց միջև, մենք լրիվ կտեղափոխվենք այդ ձեր ասած ավանդական դարձած ռեսուրսներ, արդեն ավանդական են, հա, Instagram-ն ու TikTok-ը լավ ձևակերպում են։ Էտա, ինչ անի։ Լիլիթ ջան, ինչ ծրագիր է սպասվում ունկնդրին։ Սկսենք երևի հունվարի 30-ից։ Այո, հունվարի 30-ը վաղն է, մայստրո։ Մայստրոն եթե զարթնել է, ձեզ կպատմի։ Արաքս խմբի երաժշտությունը կնվագենք։ Իսկ ամբան հայկական երաժշտություն, հայկական մեղեդիներ են լինելու, գործիքավորված գիտար, դուդուկ, ֆլեյտա եւ թավջտակի համար։ Լավ, խնդրեմ։ 2026-ը սկսում ենք շատ լավ, ես ինչպես հասկացա, թե հունվարի մեջ ունեցել ենք կրկին հետաքրքիր հանդիպումներ։ Չէ, բացում։ Սա սկիզբը բացում։ Ինձ հետաքրքիր է Արաքսի վերաբերյալ գործունեությունը, որովհետև 2026-ին մեծ փոփոխություններ, նորություններ, համագործակցություններ ինչ ունենք ընդհանրապես։ Ճիշտ ասած, շատ համեստ եք ամեն ինչ անում, որովհետև այս ամեն ինչի մասին մաքսիմալ պետք է խոսել, մաքսիմալ պետք է բարձրաձայնել, որովհետև ես պատահական չնշեցի, որ ցավոք սրտի այսօր մեր հասարակությունը, մեր երիտասարդությունը ավելի զբաղված են ու լսում են, չգիտեմ, ինչ։ Այդ ռեսուրսներով գրում են Արաքս, ընդ որում X-ով կարճ են, հիմա բոլորը կարճ են, չէ՞, սիրում գրել, այդպես կարճ 4 տարանի ու կգտնեն այն երաժշտությունը, որը հանկարծ կասեն, վայ, փաստորեն Արաքսը սա էր, բա մենք սա ասենք մեր, չգիտեմ, հարսանեկան բարի ժամանակ ենք օգտագործել եւ այլն։ Ինձ թվում է Արաքսը ամենօրյա գործածության մեջ է արդեն ու շատ լավ է, որովհետեւ լավ է, որ հայկական որակյալ երաժշտությունը նույնպես տարածվում է։ Շատ բան է, իրականում պոպուլյար է Արաքսը, ուղղակի շատերը չգիտեն, որ դա այս Արաքսն է, որը հունվարի 30-ին Կոմիտասի Թանգարան ինստիտուտի դահլիճում, ընդ որում առաջին անգամ է Կոմիտասի Թանգարանում լինելու Արաքսի համերգը ունենալու։ Շատ սիմվոլիկ է մեր համար, շատ ցանկալի է դահլիճը, նախ շատ սիրուն դահլիճ է, շատ հաճելի է այնտեղ։ Հետո մինչև վերջերս այնտեղ չէր կարելի Կոմիտասի ստեղծագործություններից գործիքավորված ուրիշ գործիքավորումով նվագել։ Հիմա այդ հնարավորությունը ունենք ու մեր համար շատ առաջին անգամ շատ հաճելի պետք է լինի ինձ թվում է։ Որտեվ Կոմիտասը շատ է ներկայացնում Արաքսը։ Կոմիտասի Արաքսյան։ Կան բավականին գործեր կան Կոմիտասից ոչ թե Կոմիտասին վերամշակած, այլ հենված Կոմիտասի մշակումների վրա։ Փետրվարի 1-ին տեղի կունենա վերադարձ Իթաքե երեկոն, ինչու հենց այս վերնագիրը եւ ինչ խորհուրդ ունի այն ձեզ համար։ Սա անսպասելի ինձ եկած մի այսպեսի առաջարկ էր, չգիտեմ որտեղից, ներսից, դրսից, այդպես էլ չհասկացա։ Իթաքեն ով չգիտի հիշեցնենք կամ բացահայտենք իրենց համար, որ կղզի է, որտեղ Ոդիսևսի թագավորություններ են, հայտնի Ոդիսևսի։ Հիմա հա շատ ֆիլմեր են դեպ նկարվում, հիմա նորը պիտի դուրս գան, համբեր սպասում ենք Նոլանի ֆիլմին։ Եվ մեր առաջին այսպես բանը մարդկության առաջին հայտնի գրիչներից մեկը Հոմերոսը երկու մեծ պատմություն է մեզ թողել, մեկը Տրոյական պատերազմի մասին,
Մյուսը Ոդիսևսի ճամփորդության մասին Ոդիսական, որ սկսվում է պատերազմից հետո։ Ու այնպես է ստացվում, որ 10 տարի Ոդիսևսը տուն է վերադառնում, այդպես շատ ծանր եւ տարօրինակ ճանապարհ է անցնում։ Հիմա այդ տուն վերադարձի, տունդարձի ճանապարհը ինձ մոտ սկսեց անընդհատ ասոցիացվել բանի հետ, մեր կորուսյալ այս պահին, կորուսյալ Արցախի հետ, ուր մենք պիտի փորձենք վերադառնալ ամեն գնով, ինչպես անում էր Ոդիսևսը։ Ու այս ամեն գնով տունդարձի ճանապարհը դարձավ ինձ համար մոտիվացիա նոր տիպի նախագծերի համար, որոնք ոչ միայն երգեր են, ոչ միայն այդպես մթնոլորտ էներգիա է կամ, բայց նաև մարդկային պատմությունների փոխանակումների այդպիսի մի միջավայր է ստեղծվում։ Այնպես ես անոնսի մեջ այդպես եմ ներկայացնում, որ սա ճամփորդություն է մարդկային պատմությունների միջով դեպի Իթակե եւ դա այդպես էլ կա։ Շուշիկի սրահում ով եղել է, տեսել է երևի, որ ինքը շատ sense էսպիսի հենց բանց ձայնային սենյակն է, այդտեղ ձայնը պիտի տիրի, բայց մենք այնպես ենք անելու, որ այնտեղ տիրեն նաեւ պատկերները եւ պատմությունները։ Մի էսպիսի sense խառնուրդ ենք ստեղծելու ու 2 ժամ շարունակ մենք տարբեր Ոդիսևսների ուղեկցությամբ ուղևորվելու ենք Իթակե, ամեն մեկը իր հասցեով, բայց այդ բոլոր հասցեները միավորված են աշխարհագրական նույն տարածքում, Արցախում, եւ այդ ամենը լինելու է շատ թեթև, շատ խաղաղ մթնոլորտում, լինելու է օդ այդտեղ, լինելու է լույս, լինելու է ջերմություն մարդկային եւ մեր երկերն են լինելու իրականում իմ կամ Տիգրանի գրած այսպես եւ բան ենք անելու փորձելու ենք փոխվել այդ ավանդական դարձած աղմուկներից մտնելու ենք այդ տարածության մեջ ու բան ենք անելու էլի մեր ճանապարհը այդպես ենք սկսելու փորձելու ենք այնպես անել որ մարդկանց համար այդ տունդարձի ճանապարհը դառնա սեփական մի այդպիսի նպատակ որը պիտի անդադ առաջ տանի մեզ որովհետև ապրելու մի բան է տալիս, այսպես տարօրինակ աշխարհում ապրելու կարևոր մոտիվացիա է տալիս։ Ես անհամբեր եմ, ուզում եմ լսել։ Լավ, լսենք նշանակի, որովհետև առանց այն էլ մեր արտադրությունը շատ կարճ են տևում։ Ինչով կերջանկացնեք մեզ։ Այսօր քանի որ առավոտ է եւ բան ենք, կիսազարթնած ենք, ուզում ենք արթնացնել մի փոքրիկ թեթևիկ երգով, որը նոր է, չի ձայնագրված, համերգներին 1-2 անգամ փորձել ենք ինքը։ Բայց եւ քանի որ այս համերգի ընթացքում հնչելու են ճանապարհին նվիրված երգեր, ճանապարհի մասին պատմող երգեր, այս երգը հենց այդպեսին է, կոչվում է Հորիզոն։ Ես թողնում եմ, որ ոտքերս ինձ տանեն, չհարցնեն, թե ուր եմ պատրաստվում ես, եւ օրվա վերջում որտեղ էլ ինձ գտնեմ, մի տաք սուրճ, սև շոկոլադ գիտեմ սպասում եմ, ու նույն պահին, երբ իմ սուրճը վերջանա, նորից սկսվի թող ճանապարհն ու տանի մեզ, առանց ասծե, առանց քարտեզ, առանց տագնապ, երկու հայացք մի ուղղությամբ էլ ինչ է պետք մեզ, մենք թողնում ենք, որ երկերը մեզ գտնեն, ու պատմեն կյանքից, որ մեր ներսում է, սենյակից այս նեղոր հյուր ենք մենք ընկել, կան ելքեր, լապտերն էլ միշտ մեր գրպանում է, ու նույն պահին, երբ ասֆալտը վերջանա, թող բոլորվի ճանապարհը նոր երկի պես, թելով կապել ենք խեկը մեր հորիզոնին, երկու հայացք մի հորիզոն էլ ինչ է պետք մեզ։ Ու նույն պահին, երբ ասֆալտը վերջանա, թող բոլորվի ճանապարհը նոր երկի պես, թելով կապել ենք խեկը մեր հորիզոնին, երկու հայացք մի հորիզոն էլ ինչ է պետք մեզ, մենք
թողնենք, որ ոտքերը մեզ տանեն, որ ճանապարհը մեզ գտնի, որ հորիզոնը միշտ կանչի Հորիզոնն ուներ ամեն բան ինչ պետք է Ձեր իրականում։ ձայնը բժշկում է իսկապես։ Ինչու՞ այս ստեղծագործությունը չէր գտել այդտեղ ոչ մի համերգ, ինչպես որ նշեցիք, Այս ստեղծագործությունը իրականում տարօրինակ ստեղծագործություն է իր համառությամբ եւ առաջին անգամ երբ պատրաստվում էինք մեր նախորդ իդեպ այստեղ էինք հենց որ այդ համերգին պատրաստվում էինք փորձերից մեկի ժամանակ ես գտնում եմ թղթիկ, որի վրա ակորդներ են նշված, ասում եմ ինչ անծանոթ բան է։ Տիգրան ասում է, դե թե այս թղթերի մեջ ուրեմն քո երգն է, ասում ես չունեմ հորիզոն անունով երգ։ Ասում է, չէ դու հաստատ ունես եթե այստեղ։ Ու սկսում ենք հասկանալ այդ ինչ երգա վերջը փորփրում մեր արխիվներում եւ 2020 թվականի մայիսյան մի փակ օր կհիշեք այդ փակված շրջանի կովիդյան փաստորեն այդ շրջանում այս երգը գրվել երբ բոլորս երազում էինք ճամփորդելու մասին այդ բանից դուրս գալու փակ տարածությունից գրել ենք շատ սիրուն ինքը նվագել է այս վրա երգել եմ դեմո ենք սարքել արխիվացրել ու մոռացել որովհետեւ 20 թվին ամեն ինչ փոխվեց հետո աշնանը եւ մենք շատ բան մոռացանք այդ թվում բազմաթիվ այսպիսի երգեր ու հանկարծ ինքը այսպես դուրս բրծավ թղթերի միջից ասաց ինձ երգեք ու մենք իրեն որոշեցինք կյանք բերել համերգին շատ անսպասելի ներառեցինք ծրագրում դեկտեմբերի Հիմա էլ որոշեցինք, որ ինքը իսկը այն երգն է, որը պետք է իր համառությամբ, որովհետև Ոդիսեվսը համառ է, պիտի անպայման Իթաքեի մեր համերգին լինի, ու իր այդպես պուճուրիկ իր ճակատով, այդպես կոտրելով խոչընդոտները գնա առաջ։ Ես վստահ եմ, որ համերգին կլինեն շատ-շատեր, ովքեր որ իրենք իրենց մեջ նաև տարբեր հարցերի պատասխաններ են փնտրում ու այդ ստեղծագործությունները մթնոլորտը մարդիկ դուք միգուցե չօգնեք, բայց ուղղորդեք եւ ինչպես միշտ ցավոք սրտի պիտի նշեմ, որ շատ ժամանակ չունենք շարունակելու, ես նույնիսկ ուզում ասեմ, խնդրում կարանք այդպես մի 50 րոպե ավելի այդպես գնանք մնանք եթերում, բայց եթե կան մարդիկ, ովքեր չունեն ժամանակ, ֆիզիկապես չեն կարողանում, ես առաջարկում եմ բարձրապես հետևեք Լիտպլեյանի էջին, Facebook-յան, գոնե, եթե դուք ամբողջ օրը հեռախոսի մեջ եք, գոնե այդ տարբերակով բժշկեք ինքներդ ձեզ, ձեր լսողությունը ու վայելեք Երկին շուտով շանս ենք տալու, իրեն ձայնագրելու ենք հավանաբար եկող շաբաթ, բայց որ YouTube-ին էլ կարող են հետևել։ Իսկ ես պարտավորում կրկին ասել, խնդրում եմ ձեզ, կրկին եկեք մեր մոտ։ Անպայման, հենց Տիգրան նորից հայտնվի Երևանում, մենք կլինենք ձեզ մոտ։ Շատ լավ, շնորհակալ ենք շատ, ևս մեկ անգամ հիշեցնենք, մեր հյուրերն էին ֆանտաստիկ երգիչ Լիլիթ Պլեյանը եւ գիտարահար Տիգրան Տեր-Ստեփանյան, ով նաեւ Արաքս համույթի գեղարվեստական ղեկավարն է։ Շնորհակալ ենք ձեզ լավ օրվա շարունակություն եւ այս պահին գովազդ մեր եթերում։